դուք օգտագործում եք Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Որտեղից այդ արտահայտությունը ձեզ։ Որտեղ եք կարդացել այդ արտահայտության մասին։ ԵԽԽՎ նստաշրջանում հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանը ոչ թե պատասխանում, այլ ինքն է հարց տալիս ԵԽ պատգամավորին։ Ապա համոզում է Զանգեզուրի միջանցքն ընդունելի եզրույթ չէ հայ հասարակության համար։ Պետական կառույցները պետք է քաղաքականություն վարեն հենց այն գլխից միջազգային հարթակներում, որտեղ արգել են այդ բառակապակցության օգտագործումը։ Որևէ քաղաքականություն չվարվեց այդ ուղղությամբ, ավելին ԿՊ-ի ներկայացուցիչները, իրենց պաշտոնյաները արդեն մի քանի անգամ այդ տերմինը սկսեցին օգտագործել նաև մամուլում, եւ մամուլում որևէ քաղաքականություն չէր վարվում։ Այդ անընդունելի եզրույթով խոսում են նաև Ադրբեջանում։ Of the opening of Zangezur corridor Բաքվում հայ հասարակության համար անընդունելի այլ մտքեր են հնչում, ընդ որում սպառնալիքի լեզվով։ Խոսքը սահմանադրության փոփոխության մասին է, ինչին Փաշինյանն անդրադարձավ նաև ԵԽԽՎ նստաշրջանում։ Խնդիրն այն է, որ այդ ընթացքում նաև սահմանադրություն է ընդունվել։ Տեղի են ունեցել սահմանադրության հանրաքվեներ եւ Հայաստանում հանրային ընկալումն այն է, որ ժողովուրդը երբեք իրականում սահմանադրության օգտին չի քվեարկել։ Դանիելյանը հիշեցնում է Ալիևի հայտարարությունները, որ խաղաղության պայմանագիր կոչվող փաստաթղթի ստորագրմանը խոչընդոտում է Հայաստանի գործող սահմանադրությունը։ Եթե իրանք դրան դեմ էին սահմանադրության փոփոխությանը որպես Ադրբեջանի պահանջ, ապա պետք է հրաժարվեն նաև նախաստորագրությունից։ Բայց նախաստորագրում են, որը ենթադրում է, որ սահմանադրությունը կփոխեն եւ կստորագրեն, հետո բողոքում են, որ գիտեք ինչ, հանրությունը ասում է Ադրբեջանի պահանջն է։ Եվրոպական ամենաբարձր ամբիոնից Փաշինյանը պախարակեց սեփական երկրի ընդդիմությանը, մեղադրելով այլ երկրներից աջակցություն ստանալու, ընտրություններ կեղծելու, իր իշխանության դեմ ապատեղեկություն տարածելու համար։ Ապօրինաբար կուտակած հարստությունը ապօրինի գույքի բռնագանձման գործընթացից փրկելու համար դրանց մի մասը ծախսում են ապատեղեկատվության տարածման վրա։ Շատ դեպքերում նրանք աջակցություն են ստանում իրենց համախոհ արտերկրյա ուժերից։ Հետո վերստին հաստատեց Արցախի մեր հայրենակիցների վերադարձը իրատեսական չի համարում։ Մարդիկ հարց են տալիս, ինչքանով է իրատեսական փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ես ուղիղ ասում եմ, որ ես դա իրատեսական չեմ համարում, ավելին եւ կարևոր եմ համարում մարդկանց ազնիվ այդ մասին ասելը։ Խորհուրդ տվեց այսպես ասած տնավորվել Հայաստանում, հետո կտրուկ անցում կատարեց իր իշխանությանը, վերահաստատեց, թե Հայաստանում ժողովրդավարության բաստիոն է, չկան քաղբանտարկյալներ, մինչդեռ 2018 թվականից առաջ ճիշտ հակառակ պատկերներ։ Լրատվական ռեսուրսների մեծ մասը գտնվում է 2018 թվականի հեղափոխությամբ իշխանությունից հեռացված, իսկ ներկայումս որպես ընդդիմություն հանդես եկող ուժերի տնօրինման ներքո Նիկոլ Փաշինյանը նաև անհետ կորածներին ու գերիներին անդրադարձավ սեփական խոսույթով, ասաց կարևոր է նաև անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը եւ երկարատև կոնֆլիկտի հետևանքով անազատության մեջ հայտնված անձանց խնդիրների հասցեագրումը։ Ամենավերջում հայտարարեց Հայաստանն այսօր համեստ, բայց ամուր տեղ է զբաղեցնում Եվրոպայի ժողովրդավարական երկրների շարքում եւ երբ համապատասխանի ԵՄ ստանդարտներին, այդ ժամանակ կամ կանդամակցի կառույցին կամ ոչ։ Սադամ Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։